Բարև ձեզ CVK-ի եթերում զրուցելու ենք քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մկրտչյան, խոսելու ենք վարչապետի հայտարարությունների մասին, որ ազգային ժողովում բյուջեի քննարկման ելույթի ժամանակ ունեցավ, նշեց, որ 1980-ականներին, երբ Հայաստանը անկախանում էր, գաղափարը ոչ թե Հայաստանի անկախացման համար էր, որպեսզի մեր քաղաքացիները պաշտպանված, չգիտեմ, զարգացած պետությունում ապրեն, այլ Լեռնային Ղարաբաղի հարցը մեր ուզածով լուծելու համար եւ հիմա էլ այդպիսի նկատառումներ կան, որովհետև տեսել ենք, որ նախորդ տարվա ընդդիմության հանրահավաքների ժամանակ օրինակ ասում էին, որ չկա այդ հարցը, չկա Հայաստանի պետությունը, որովհետև պետությունը ստեղծվել է այդ գաղափարի հիման վրա, ինչպես կմեկնաբանեք պարոն Մկրտչյան, եւ արդյոք կարող ենք մենք շարունակել այս Ղարաբաղի հարցը առաջ տանել որպես պետություն։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Իրականում գիտեք, վարչապետ Փաշինյանի հայտարարությունները իրականության հետ առերեսվելու արդյունք են։ Պատմությունից ծանր դասեր քաղելու արդյունք է եւ ինչու ոչ նաեւ ճշմարտության հատիկ կա վարչապետի խոսքերի մեջ։ Այն որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փակված է, սա կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենք են արձանագրել։ Եթե այս արձանագրումը չանեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ դեմ լինեին այս օրակարգին կամ 88-ի օրինակով ցանկանային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Երևանի կենտրոնից կրկին անգամ բորբոքել եւ այդ հակամարտությունը շարունակել, ապա վստահաբար 2023 թվականին տեղի ունեցածից հետո դրանից առաջ Լեռնային Ղարաբաղի իբրև Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո կըմբոստանային դուրս կգային փողոց, իշխանություն կփոխեին, կբերեին այն ուժերին, որոնք որ ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին դրոշակ դարձնել։ Սա քանի որ չի եղել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս այս օրակարգի հետ հաշտ են։ 88 թվականին, այո, 88 թվականին մի փոքր այլ էր, 88 թվականին դուրս էին եկել այլ լոզունգներով Ղարաբաղ կոմիտեի անդամները, խոսում էին միացումից, խոսում էին Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելուց, անկախությունը հռչակելուց, անկախության հռչակագրի մեջ անգամ դա զետեղեցին Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասով եւ ունենք այն ինչ ունենք։ Սա ծանր գին է արժեցել մեզ համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, աշխարհասփյուր հայությունը շատ ծանր գին է սրա համար վճարել ու կարծում եմ պետք է դասեր քաղել։ Հիմա պարոն Մկրտչյան, այդ վճարված գինը ես ինքս հանդիսանում եմ անկախության սերնդի ներկայացուցիչ եւ վստահաբար ձեզ կարող եմ ասել, մինչեւ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ավարտը ինձ էլ դաստիարակել են, կերակրել են այդ նույն գաղափարախոսությամբ, որ չկա Լեռնային Ղարաբաղ, չկա Հայաստանի Հանրապետություն, կամ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի այնքան, քանի դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղը։ Ես կհակադարձեմ հիմա պատմությունից դասեր քաղելով, ինքս դասեր քաղելով կհակադարձեմ ես եւ կասեմ, որ չկա Հայաստանի Հանրապետություն, այս մի կտոր, մի բուռ հողը, ինքնիշխան, անկախ, սուվերեն, ճանաչված, ապա չկա հայություն։ Պարոն Մկրտչյան, աշխարհասփյուր հայության համար սա մի յուրահատուկ հենարան է, անկախ, ինքնիշխան, սուվերեն պետություն, որտեղ բոլորս հենվում ենք։ Միաժամանակ դուք խոսեցիք վճարված գնից, որ 80-ականներին վճարեցինք եւ թանկ գին ենք վճարել եւ շարունակում ենք կարծես մինչեւ հիմա վճարել, ապա այդ դեպքում ստացվում է այդ վճարածը իզուր էր։ Հիմա եթե փակում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա խաչ ենք քաշում այդ վճարած գնի վրա։ Ես այդ դաշտ չեմ մտնի, իզուր էր թե իզուր չէր, ի վերջո հայորդիներ են զոհվել, հայորդիներ են իրենց կյանքը զոհասեղանին դրել եւ այդ մարդկանց արյունը ուղղակի չի կարող հենց այնպես լինել։ Ցավոք սրտի մեզ հրամցրել են այլ բան, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակի, հնարավոր է Լեռնային Ղարաբաղը փոխվի Ադրբեջանից, հնարավոր է Լեռնային Ղարաբաղը միանա Մայր Հայաստանին։ Այս համատեքստում հազարավոր տղաներ գնացել եւ զոհվել են։
Իզուր չէր, իհարկե իզուր չէր։ Այդ տղաները չեն զոհվել, ես մի բան հստակ կարող եմ ասել եւ արձանագրել։ Վստահաբար այդ տղաները չեն գնացել եւ չեն զոհվել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մի խումբ բաշի բոզուկներ այսօր դարձնեն միութենական պետության անդամ։ Այդ տղաները չեն գնացել եւ զոհվել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող Սյունիքի մարզը դառնա Ռոբերտ Քոչարյանի օրինակով խուրդի առարկա։ Վստահաբար այդ տղաները դրա համար չեն գնացել։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցավ։ Այսինքն դուք նաև նշեցիք, Դրա պատասխանատվությունն էլ ես կարծում եմ պետք չի հանրային քննարկումների մեջ բարթել մեկ քաղաքական ուժի կամ մեկ մարդու վրա, քավության նոխացներ փնտրելը իհարկե հայ հանրության շրջանում միշտ է արդիական եղել։ Հանրությունը սիրում է քավության նոխացներ գտնել, մեկին գտնել, ռուսերեն ասեմ, որպեսզի նաև այս շրջանակների սպասարկուները հասկանան, հա, կազյոլ ապուշենիներ սիրում է գտնել եւ ողջ զայրույթը այդ մի հոգու կամ մի շրջանակի վրա թափել, բայց հավաքական առումով սա բոլորիս պարտությունն է եղել, հավաքական առումով սա բոլորիս ցավն է, մեծագույն ողբերգությունն է։ Պարոն Մկրտչյան, նաև ասացիք, որ եթե չլինի Հայաստան պետություն այս փոքր հողակտորը, ապա չլինի ընդհանրապես հայություն, հա, հայ ժողովուրդ, թեկուզ դրսում, այսինքն նկատի ունեք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շարունակելը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունը արդեն։ Ինչի դուք այդպես չեք կարծում, ինչի Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որ կարծում են հնարավոր է Երևանից, Ազատության հրապարակից կամ մեկ այլ հրապարակից կրկին անգամ Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների հույզերի, էմոցիաների վրա խաղալով, նրանց սոցիալական խնդիրները դրոշակ դարձնելով Լեռնային Ղարաբաղը վերաբացել եւ մարսել։ Ինչի դուք այդպես եք կարծում, ինչի սա հավելյալ անվտանգային ռիսկեր չի գեներացնում Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Ես նորից եմ կրկնում, եկեք վերադառնանք իրականություն։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը ներառյալ Ադրբեջանի կազմում։ Դե դա դեռ 90 անկախության շրջանում է եղել, այն իմաստով, որ երկու պետությունները ճանաչվել են որպես անկախ պետություններ այդ խորհրդային սոցիալիստական հանրապետության միության տարածքներով։ Դեռ այո, Ալմատի հռչակագրով Տեր-Պետրոսյանն ասում է մենք ինչ որ վերապահումներ ենք այնտեղ ներկայացրել։ Քոչարյան Սարգսյան զույգը առհասարակ չի իմանում, որ այդպիսի բան է եղել, գոնե թե իրենց հրապարակային խոսքում, սակայն բոլորս գիտենք, չէ, իրենք ինչ են իմացել, ինչ չեն իմացել, ինչի շուրջ են բանակցել տարիներ շարունակ, գնացել դրսում բանակցել են, որ Աղդամը ակնան իրենց հռչակած ակնան Աղդամա եւ պետքա վերադարձվի, գնացել բանակցել են, որ Քելբաջարը իրենց կողմից հռչակված Քարվաճառը Քելբաջարա եւ պիտի հանձնվի։ Եկել Ստեփանակերտում հանուն արդարության պիտի ասեմ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի քույրերին ու եղբայրներին այն ժամանակվա իշխանությանը հորդորել է որ գնա այս ճանապարհով հակառակ պարագայում կերքեն Ստեփանակերտ վերադարձել են բանակցություններից Երևան եւ ասել են հող հանձնողին կհանձնենք հողին ու այս խափեությունների հորձանուտում կորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ միտքը, առողջ դատողությունը։ Պարոն Մկրտչյան, վարչապետը Հայաստան քանի դեռ կա Հայաստանի Հանրապետություն անկախ, ինքնիշխան եւ դա պիտի լինի հարատև, անկախ ուժերի ինչ-ինչ մութ ուժերի ցանկություններից եւ գործողություններից Հայաստանի Հանրապետությունը կա լինելու է եւ պետք է լինի։ Հարատևության իմաստով պարոն Հայաստանի Հանրապետության ոտքերից կրկին անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եւ Լեռնային Ղարաբաղի հարց կախել, սա Հայաստանի Հանրապետության պետականության դեմ իրականացվող գործողություն է։ Գիտեք, ես ներողություն եմ խնդրում, սա էլ պիտի ասեմ, որպեսզի տարընթերցումների տեղ չտա։ Էնպես թող չստացվի, որ մեզանից յուրաքանչյուր ով էս թեման այսպիսի սրությամբ դնում է եւ բարձրացնում է, ինչ որ մեծ հաճույքով է դա անում։ Քավլիցի։ Ես ինքս ունեմ Լեռնային Ղարաբաղի համար զոհված ընկերներ։ Այս պահին Եռաբլուրում պարկած։ Ես ինքս ունեմ հարազատներ, բարեկամներ, ովքեր գնացել եւ Լեռնային Ղարաբաղի համար կռվել են։ Սա բնավ ինձ հաճույք չի տալիս այս ամեն ինչը խոսել, բայց ես դասեր եմ քաղել եւ ես Հայաստանի Հանրապետության հնարավորություններն եմ հիմա արդարացիորեն չափում։
Ունի Հայաստանի Հանրապետությունը այսօր այդ կարողությունը Ադրբեջանին ներկայացնելու տարածքային պահանջներ։ Ոչ, չունի։ Չունի եւ չպետք է գնա այդ ճանապարհով։ Պարոն Մկրտչյան, խոսեցիք հարատևության մասին, 2 տարի առաջ վարչապետը ասում էր, որ եթե 2 տարի կոպիտ ասած դիմանանք, կկարողանանք ապահովել Հայաստանի հարատևությունը, երեք ելույթում ազգային ժողովում ասաց, որ մենք մեր պատմության գագաթնակետին ենք հասել, մեր պետության հարատևությունը ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել։ Ինչպես կմեկնաբանեք, արդեն հասել ենք այդ կետին, որ այո, շանս ունենք պետությունը հարատև դարձնելու եւ այդ իմաստով ռիսկերը մինիմալի են հասել։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ворթեգրում են ժամանակին Թուրքիան էր այդպիսի քաղաքականություն ворթեգրում, Դավութ Օղլուի, եթե չեմ սխալվում, արտաքին գործերի նախարար եղած ժամանակը։ Զերո պրոբլեմ հարևանների հետ։ Այո, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ворթեգրում են զերո պրոբլեմ հարևանների հետ քաղաքականությունը, ապա սա հարատևության համար լրջագույն հիմք է հանդիսանում։ Իսկ այն ուժերը, ովքեր որ կրկին անգամ Հայաստանին փորձում են քաշել իր հարևանների հետ, հարևան բնութագրեն թշնամի, դա արդեն ամեն մեկի ճաշակի վրա եմ թողնում։ Իր հարևանների հետ տարածքային վեճի մեջ են փորձում ներքաշել, սա հարատևության մասին չի կարող լինել։ Հատկապես եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է։ Ներողություն այդ ուժերին ես հորդորում եմ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելուց առաջ այդ սվիններով, մռութ ջարդելով, ատամ փշրելով առաջ գնալ, վերադարձի իրավունքը ապահովել, հեսա վերադարձի իրավունքից էլ կխոսենք։ Եթե այս տրամաբանության մեջ այդ ուժերը այդ տրամաբանության մեջ են խոսում, ապա Հայաստանի Հանրապետության հարատևությունը կարող է կասկածի տակ հայտնվել։ Ինչու՞։ Թող գնանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բացեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կնքված Շուշիի հռչակագիրը եւ իրենց համար ամեն ինչ պարզ կլինի։ Պարոն Մկրտչյան, չկա վերադարձի հնարավորություն։ Եվրամիության տարբեր պաշտոնյաներ խոսում են այդ մասին, Հայաստանը չի խոսում։ Վերադարձի արցախցիների վերադարձի հարցը սա իրավունք է, որը պետքա պաշտպանվի, իրավունք է, որը պետք է անընդհատ դրոշակ դարձվի եւ բարձրաձայնվի, բայց այստեղ էլ ես խնդրում եմ, որ հատկապես Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները այստեղ գիտակցեն, եթե իրենց ինչ ուժեր վերադարձի մասին են խոսում, թող բարի լինեն այդ վերադարձի ճանապարհային քարտեզը մեզ տան, իրենց տան։ Վերադարձ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները իրատեսական բան եմ ասում, սա որ ասում եմ շատ դժվար է ոմանց համար ընդունել, ոմանք իրենց հոգու խորքում սա գիտեն, որ դա ճշմարտություն է, բայց ինչ պատճառներով հրաժարվում են սա բարձրաձայնել։ Վերադարձի միակ ճակերտներում լեգիտիմ եւ հնարավոր տարբերակը այս պահին դա ադրբեջանական պայմաններով վերադարձն է։ Այստեղ էլ ես հավել եմ, եթե ադրբեջանական պայմաններով վերադարձի կամ ապրելու հնարավորություն լիներ, Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները մի մարդու նման այնտեղից դուրս չեն գա։ Երկրորդ տարբերակը թող որևէ մեկը հանրությանը չմոլորեցնի։ Երկրորդ տարբերակը դա պատերազմն է։ Իսկ միջազգային խաղապանների ներգրավմամբ բանակցություններ, միջնորդական Ռուսաստանի միջնորդական ջանքեր։ Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին խոսելը ավելորդ է, մեղմ ասեմ, որպեսզի եթերային լինի, հա, այլ բառաֆոնդ եւ բառապաշար չօգտագործեն, խնդրեմ մեր հայրենակիցներին մեկնաբանությունների դաշտում իրենք այստեղ ազատ լինեն։ Ռուսաստանի մասին ընդհանրապես խոսք չկա։ Միջազգային խաղաղապահների մասով, դե գիտեք, մարդիկ եկել են Հայաստանի Հանրապետություն։ Այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը անուն արդարության սա պետք է նշեմ, բազմաթիվ տարակարծություններ ունենալով Նիկոլ Փաշինյանի հետ, այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է մնալ եւ ապրել, մենք էլ էինք այստեղից հայտարարում անընդհատ, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է այնքան, քանի դեռ այնտեղ ապրում են հայեր։ Մնալ, ապրել, արարել,
իրավունքները պաշտպանել։ Իդեպ այն ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցային մեխ էին դարձրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների իրավունքների եւ ապրելու իրավունքի հարցը։ Դա ադրբեջանական կողմն է նաեւ նշում հիմա post factum։ Դե ես հիշեցնեմ, որ այդ օրերին փոփոխված իշխանությունները Արցախի հայտարարում էին, որ կքննարկեն միայն ու միայն Արցախի կարգավիճակի հարցով կբանակցեն եւ չեն բանակցի օրինակ ինտեգրացիայի շուրջ։ Դե տեսակ իրենք էին ասում, որ բացառապես կարգավիճակ, անկախություն, Աղդամի ճանապարհին, երբ որ Ադրբեջանը բերել եւ ճակերտներում էլի դա էլ էր բեմականացված, բայց ամեն դեպքում այդ խայծը կուլ տվեցին Արցախյան կողմի մեր գործընկերները, երբ որ Աղդամի ճանապարհին բերեցին բետոնե արգելապատնեշներ, տեղադրեցին փոխանակ բաց էին այդ ճանապարհը, փոխանակ մտնեին երկխոսության հետ Ադրբեջանի հետ, փոխանակ ընդունեին Հայաստանի Հանրապետության կողմից գործադրված ջանքերի արդյունքում Սոֆիայում նախաձեռնվող եւ նախապատրաստվող հանդիպումը պաշտոնական Ստեփանակերտի եւ Բաքվի միջև, այս մարդիկ ոչ մի թիզականություն դրսևորեցին, ինչ տվեցին։ Լավ ինչ տվեցին Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին, այն խեղճ ու կրակ ժողովրդին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում մակարում է, իր գոյությունն է պաշտպանում։ Այսօր այդ մարդիկ, պարոն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ասելով միշտ տարանջատում եմ իմ խոսքում։ Գուցե առանձին դեպքերում դա այդքան էլ ընդգծված չի եւ տարընկալումների եւ տարընթերցումների տեղ է տալիս, բայց ինձ համար գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խեղճ ու կրակ քաղաքացի, ով իր հողում ապրելու իրավունք է ունեցել եւ ապրել է այդ հողում հազարամյակներով, եւ ինձ համար գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի քաղաքական, ռազմաքաղաքական բաշիբոզուկների էլիտա, որը զբաղված է եղել սեփական գրպանները լցնելով։ Այսօր, պարոն Մկրտչյան, այստեղ պետք է տարանջատումը դնել։ Այդ քաղաքացիները ձեր նշած այս պահին ցույց են իրականացնում Արցախի ներկայացուցչության առջև Երևանում լարված էր իրավիճակը, պահանջում էին նաև ես խոսքը կարճ լսեցի, ինչքան հնարավոր էր, խոսում էին Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների ունեցվածքից, տարբեր ունեցվածքների մասին, պահանջում էին, որ ստուգվի, նաև կոնֆլիկտ տեղի ունեցավ լրագրողների եւ ակտիվիստների միջև ներկայացվում էին այդ ակտիվիստների որպես իշխանամետ արցախցիներ, որոնք իրենց շատ վատ են պահում եւ այսպես ինչ գործիքներ կան այդ ունեցվածքը ստուգելու եւ ինչ հնարավորություններ ստուգելուց հետո ինչ որ արդյունքներ ունենան ունեցվածքը ստուգելու գործիքների մասով ես իրականում զերծ կմնամ ինքս այս պահին տեսակետ արտահայտելուց, բայց մի բան կարող եմ ասել Հայաստանի Հանրապետության իշխանություններն ունեն այդ հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ունեն այդ հնարավորությունը, այստեղ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները են, խեղճ ու կրակ ղարաբաղցիները, ովքեր մեզանից մեկն են, գիտեն շատ լավ, թե ով ինչ ունեցվածք ունի Հայաստանի Հանրապետությունում, սկսած էլիտար շենքերում բնակարաններից Երևանի կենտրոնի, վերջացած բիզնեսներով, ռեստորաններով եւ տարբեր օֆշորային գոտիներում տարած պահած կեղտոտ գումարներով։ Արդյոք օգտվելով պետքա ողջունեմ Լեռնային Ղարաբաղի մեր այդ հայրենակիցների գործողությունները, պետքա ասեմ, որ իմ նեղ հնարավորությունների չափով ես կանգնած եմ իրենց կողքին, եթե իրենք այս հարցերն են բարձրացնում։ Այն աղմուկը, որ հիմա տարածված է համացանցում, թե բա Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների սոցիալական աջակցությունն է կտրվում, փորձ արվում դա կտրել, չկա այդպիսի բան, սիրելի հայրենակիցներ, դա նաև կառավարությունն է հայտարարել, ընդհակառակը։ Փոխվում է ծրագիրը ուղղակի, թիրախային է դառնում ավելի։ Ես օրինակ այլ բան եմ առաջարկում, մարդիկ ովքեր ունեն դրա կարիքը իրավամբ, մարդիկ ովքեր ունեն այդ մի քանի կոպեկ օգնության կարիքը, որ իրենց գոյությունը պաշտպանեն, միանշանակ պետքա ստանան։ Միանշանակ այստեղ խոսք չկա։ Հենց այդպես է, պարոն Մկրտչյան, Նաև այդ մարդկանց շարքերում կան դոլարային միլիոնատերեր։ Այդ մարդկանց շարքերում կան օրինակ 60-70 հազար դոլարանոց մեքենայով Երևանում պատտվողներ։ Հետո ասեց, որ իրենք էլ պիտի ստանան։
Կամ որ բնակարանային ապահովության խնդրի վերաբերյալ ես էլի տարբերվող տեսակետ եմ արտահայտել եւ ոմանք փորձում են փոփոխել իմ խոսքը։ Ներողություն է, բնակարանային ապահովության խնդիրը իսկ ով ասեց, որ միայն Ղարաբաղի քույրերի ու եղբայրների համար է, կամ էտով ասեց, որ բնակարանային ապահովության ծրագրից օգտվելը ենթադրում է Երևանում բնակարան գնելու հնարավորությամբ, Երևանամերձ շրջաններում բնակարան գնելու։ Ժողովուրդ ջան, մի տնից չենք, մի հալի ենք, էլի, եկեք ճիշտը խոսանք։ Շիրակի մարզի մեր հայրենակիցները բա ինչ ասեն, բա նրանց բնակարանային ապահովության խնդիրն ով պիտի լուծի 88 թվականից ի վեր։ Լավ, եթե տեղափոխվում ենք այդ դաշտ, այլ հարց բարձրացնեմ, օրինակ Հայաստանի Հանրապետությունը լքած Քոչարյանա-Սերժական այդ Բորենիների կառավարման տարիներին լքած մեր հայրենակիցները հերթով տոմս են գնում, վերադառնում են պայմանական, իրավիճակ պատկերացնենք, վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, էլի բնակարանային ապահովության խնդրով տառապող, բաներած բնակարանային ապահովության խնդիրն ով պիտի լուծի։ Բայց Արսեն Թորոսյանը մի քանի օր առաջ ազգային ժողովում շատ հետաքրքիր հարց բարձրացրեց եւ շատ դիպուկ հարց էր իրավիճակը ներկայացնող։ Ծնելիության մակարդակը դուք տեսել եք ինչ աստիճանի է։ Վարչապետին այդ հարցը ուղղվեց եւ վարչապետն ինքն էլ դա ընդունեց, որ խայտարակ ցուցանիշների ենք մենք հասնում վատ առումով։ Ինչի է դա, որևէ մեկը այդ հարցը տվել, հա։ Հիմա ես նույն Արսեն Թորոսյանին եմ ասում, դուք չգիտեք ինչի է դա։ Ես գիտեմ, ասեմ, որովհետեւ երիտասարդները ընտանիք ինչի չեն կազմում, ինչի երեխաներ չեն ունենում, որովհետեւ ունեն բնակարանային ապահովության խնդիր։ Լավ, եթե անգամ բնակարան ունեն պապուց ժառանգած, առնվազն այդ բնակարանի այդ տան կտուրի խնդիր ունեն լուծելու, բնակարանը հարդարելու, լավ, այս մարդկանց խնդիրներն ով պիտի վերհանի, այս մարդկանց խնդիրներն ով պիտի լուծի։ Սոցիալական հավասարության կողմնակից եմ։ Եթե այդ մութ ուժերը մտածում են, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական սոուսով պիտի տոգորեն եւ Հայաստանի Հանրապետության առաջ պահանջներ դնեն, չստանալով Հայաստանի Հանրապետության անգամ քաղաքացիություն, չարաչար սխալվում են, այստեղ սոցիալական բեսպրեդել որևէ մեկը թույլ չի տալու։ Պարոն Մկրտչյան, ով ունի դրա կարիքը կստանա, իսկ ով չունի եւ ունի այլ ավելի կեղտոտ գումարներ եւ ծագումնաբանությունը անհայտ գումարները, այդ գումարները պետք է կարողանա դրա բացատրությունը տալ որտեղից։ Եվ այս հարցում արցախցիները շատ ճիշտ են։ Այս պահին ներկայացուցչության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող արցախցիները շատ ճիշտ են։ Իրենք գիտեն, թե Լեռնային Ղարաբաղից ով ինչքան է թալանել։ Իրենք գիտեն դրամբոնի հանքը, մյուս հանքերը, ով է աշխատացրել, այդ բերի հողերից ով է օգտվել, պետական ինչ միջոցներ է ներդրվել, Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին գեներացած գումարը, որ ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ, ով ոնց է մեջ արել։ Եվ ես այս հարցում իրենց կողքին եմ։ Պարոն Մկրտչյան, վերջում եզրափակենք նորից Արցախի ներկայացության մոտ բողոքի ակցիայի հիմնական պահանջներով։ Օրերս նախագահ Շահրամանյանը, նախկին նախագահ, երևի հիմա շարունակվում է ըստ էության, որովհետև վերընտրեցին կարծես Շահրամանյանին որպես Արցախի նախագահ։ Այստեղ ձեր թույլտվությամբ պիտի ընդհատեմ, ինչ է նշանակում նախագահ Շահրամանյանը։ Հայաստանի Հանրապետությունում կա Դե հենց դա եմ ասում, պարոն Մկրտչյան, որ չէ, ներողություն, դուք սխալ եք մեկնաբանում, նախկին, ներկա, ընտրված, շընտրված, մի մտեք այս դաշտ, խնդրում եմ ձեզ։ Հայաստանի Հանրապետությունում կան 3 նախկին նախագահներ, Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, եւ կա գործող մեկ նախագահ, Արմեն Սարգսյանին մոռացա նաև նախկինների շարքում։ Կա մեկ գործող նախագահ Վահագն Խաչատուրյան։ Պետության մեջ պետություն խաղալու բոլոր փորձերը, անգամ այս կուսակցությունների դաշտ մի մտեք։ Հենց դա է խնդիրը, պարոն Մկրտչյան։ Արդյոք պետք է լուծավի Արցախի միավորումները, Արցախի ներկայացուցչությունը ընդհանրապես եւ հիմա հենց այդ բողոքի ակցիան դրա մասին է, որ առանց մարդկանց, ասում են, դուք նորից նախագահ եք ընտրել, ինչ պետք է արվի, ինչպես պետք է արվի, որովհետեւ մարդիկ նորից գնացին, իրենցով հավաքվեցին, նախագահ ընտրեցին, Շահրամանյանին կարգեցին նախագահ։ Ստեք այդ Եվլախսկու անունը աշխատեք քիչ շոշափել։ Մարդով գնացելու այդքան տաղու արյունը սակարկման առարկայա դարձրելու Եվլախում Լեռնային Ղարաբաղը լուծարել, դեռ մի բան էլ հələ Հայաստանի Հանրապետությունում ինչ որ շքախմբով է պատտվում լսել եմ, չի կարող պետության մեջ պետություն խաղալ։
Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները շատ ճիշտ են։ Շատ ճիշտ են։ Ինչ նախագահ, ինչ ազգային ժողով, ներողություն, մի հատ հարց բարձրացնեմ, էլի կարողա Ստեփանակերտի քաղաքապետել են ընտրել, վերներս խաբար չկա։ Գուցե դեռ ժամկետը չի լրացել, լրանա ընտրեն։ Ասկերանի քաղաքապետ, չգիտեմ, Մարտունու քաղաքապետ, կարող ընտրել են, վերներս խաբար չկա։ Կամ որ ընտրել են, լավ, ինչով են զբաղվում այդ մարդիկ, Ստեփանակերտի կառավարմամբ, Լեռնային Ղարաբաղի կառավարմամբ, այդ մարդկանց կյանքի որակի բարձրացմամբ, այդ մարդկանց ծառայություններ մատուցելով, ինչով են զբաղված։ Ինչով են զբաղված։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները վերադարձի խնդիրն են բարձրացնում։ Ինչ են անում։ Սամվել Եվլախսկին ինչ է անում հիմա։ Այդ խնդրի շուրջ ինչ անում։ Հա, ես ձեզ ասեմ ինչ անում, իրենք կամ իրենց նմաններն ինչ են անում։ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ բոչկա են գլորում, ասում են Հայաստանի Հանրապետությունը պիտի մեր հարցը բարձրացնի։ Դուք չհասկացաք, որ այս ամեն ինչը մեր գլխին եկավ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը միշտ իրենց շահերը համադրելով մեկը մյուսի շահերին են հարվածել։ Հայաստանի Հանրապետությունը պիտի խոսի իր շահերից պետական, Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքից պետքա խոսի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Իր կողմից, իհարկե հավաքական առումով ժողովուրդը, որ ասում եք մի փոքր բանա, խուճուճ է ստացվում, բայց այլ բանը իր կողմից այս պահին Հայաստանի Հանրապետությունում գործող, ապրող, արարող Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները իրենք պետք է ընտրեն մի բանագնաց, դա չի կարող լինել իրենց հայրենիքը լուծարած Սամվել Եվլախսկին։ Չի կարող լինել օրինակ Ռոբերտ Քոչարյանի գրպանային արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Դա պիտի լինի ընկալելի։ Ընկալելի թե հայ ժողովրդի համար, թե հայ ժողովրդի կողմից ընտրված իշխանության։ Նկատի ունեք, որ մասնավոր հայցերով դիմեն միջազգային դատարաններ։ Միջազգային դատարաններ, դե գիտեք, մի հատ ուրիշ բան ասեմ, էլի, ՄԱԿ-ի արդարադատության դատարանը որոշում էր կայացրել, չէ՞, Լաչինի Միչանսկի բացման մասով։ Որը չկատարեց Ադրբեջանը։ Ադրբեջանը բանի տեղ դրեց այդ որոշումը, այսինքն դատարանները անարդյունավետ են միջազգային, գոնե թե այս փուլում։ Ես այլ բան եմ ասում, միջազգային տարբեր խաղացողների առաջ, իսկ այդ խաղացողներ ունեն Հայաստանի Հանրապետության ներսում դեսպանատներ, դեսպաններ, կառույցներ, պետքա կարողանան այս հարցերը հասցեագրել, քաղաքակիրթ ձևով հասցեագրել, ուլտիմատումներով չխոսել, խնդիրը գոնե թե տակ պահել այս փուլում, բայց նրանք ինչ ճանապարհ են ընտրել, ասում են մենք գնաց մեր առաջնորդը, չնայած շատերը չեն ասում, դա ես եմ այդպես ասում, հուսով եմ իմ կարծիքը կիսում են նաև Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները, այն շրջանակները, որ կապ չունեն թալանչիների հետ, հա, այդ Ղարաբաղյան, ինչ են ասում, ասում են գնացել Եվլախում լուծարել են Լեռնային Ղարաբաղը 2 միլիարդ եւ ավել դոլարի զենքը բանձիկը վրան տվել են Ադրբեջանին, դուրս են եկել մի մարդու պես Լեռնային Ղարաբաղից, եկել են Հայաստանի Հանրապետություն, դե Հայաստանի Հանրապետություն գնա ու մեր վերադարձի հարցը բարձրացրա։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որ ձեզ ասում էր մնացեք, ապրեք, արարեք, ինտեգրվեք, խոսեք, երկխոսեք, այսօրվա համար էր ասում։ Իսկ ինչի այս ամեն ինչը այս փուլում արվում, որովհետև Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական փակուղում։ Գիտեք, իմ համար շատ մեծ հարց է։ Եվլախ գնացած անձնավորությունը, եթե կարողացել է գնալ Եվլախ եւ Լեռնային Ղարաբաղ լուծարել, առհասարակ այդ շրջանակի կողմից արվող յուրաքանչյուր գործողության եւ հայտարարության տակ, ես իրավունք ունեմ ադրբեջանական հետ փնտրելու եւ առնվազն բարձր է սրա շուրջ մտածելու։ Ինչի է հենց այս փուլում արվում, որովհետև Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական փակուղում, համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 17 կետը, Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից գեր ճնշում է գործադրվում միջազգային խաղացողների կողմից, գրեթե բոլոր պետությունների։ Այդ թվում նաեւ Թուրքիան է դրա մասին խոսում։ Ու այս իրավիճակում խնդիր կա, այդ բանակցություններն ով է ցանկանում վիժեցնել, մեկ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը, մեկ էլ կարծես թե Հայաստանի Հանրապետությունում գործող ինչ որ մութ ուժեր։ Ինչի են այս փուլում անում։ Շատ լավ իմանալով, որ դա կարող է հանգեցնել
բանակցային գործընթացի վիժեցման։ Բանակցային գործընթացը ուղղակի տորպեդահարում են իրենց գործողություններով այս։ Իսկ վերադարձի մասին մի բան ասեմ, որպեսզի չմոռանամ, հա, այդ վերադարձի մասին, որ խոսում եք, Ժողովուրդ ջան, Ադրբեջանը կոնտրպահանջ է մեր առաջ դնում։ Դրա հետ էլ չենք ուզում հաշվի նստենք, հա։ Դա էլ չենք ուզում ընդունել։ Ադրբեջանը կոնտրպահանջ է դնում մեր առաջ, ասում է, եթե խոսում եք վերադարձի մասին, ապա Հայաստանի Հանրապետություն պետքա վերադառնան 300,000 ադրբեջանցիներ։ Ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատրաստ չեմ այս օրակարգի հետ հաշտի լինել։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։ CVK-ի եթերում զրուցեցինք քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։